Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հունիսի 17-ին կմեկնարկի միաբանական համագումարը։ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում Հայաստանի ու Սփյուռքի աբեղաներ, վարդապետներ կմասնակցեն տոնական շաբաթվա Սուրբ պատարագներին եւ համագումարին։ Միաբանական համագումարի մասնակից հոգևորականները հունիսի 16-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ներկաները Վեհափար Հայրապետի անունից ծաղկեպսակ զետեղեցին հուշակոթողի մոտ։ Հոգևորականները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդում բարեխոսական կարգ կատարվեց։ Միաբանական համագումարի մասնակիցներ նույն օրը այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն, ծաղկեպսակ զետեղեցին, ծաղիկներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի հիշատակին, հոգեհանգստյան կարգ կատարեցին։ Արդեն ավանդույթ է ձևավորվել, որ 2-3 տարին մեկ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հավաքում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների հոգևոր դասը, մասնավորապես աբեղա վարդապետ, ծայրագուն վարդապետ, որոնք գալիս են իրենց ուխտը նորոգելու, իրենց խոնարհումը բերելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Լուսո խորանին, Իջմյան Սուրբ Սեղանին եւ իրենց հավատարմությունը նաեւ հայտնելու ամենայն հայոց հայրապետությանը։ Այս ժողովները բավականին կարևոր, հոգևոր, ինքնաճանաչողության, հայրենիքի եկեղեցու ճանաչողության առումով մեծ կարևոր ներդրում ունեն մեր յուրաքանչյուրիս կյանքում։ Որպես միաբաններ կարևոր է առիթից առիթ բոլորս համախմբվելու մեր հայոց հողի վրա, մեր Սուրբ Էջմիածնի լուսո կամարների ներքո եւ այս ամենը կազմակերպվում եւ օրհնում է ազգիս Վեհափար Հայրապետի կողմից։ Կոմիտասի գերեզմանի մոտ կատարումներ ներկայացրեց Գեղարդ երգեցիկ խումբը։ Աննա Թամրեզյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։